Բարի լույս։ Գիտեք, երբ որևէ փորձության առաջ ենք կանգնում, կարողանում ենք անցնել Տիրոջ ողորմությամբ այդ փորձության շրջանը, հետո մի տեսակ հանգիստ ենք դառնում։ Ոչ թե հանգիստ ենք դառնում, բայց միտքը շարունակում է Տիրոջ հետ լինել, այլ մոռանում ենք այդ պահին, որ այլևս մենք Աստծո կարիքը դեռ ունենք, որպեսզի միտքս ավելի պարզ լինի։ Մարդը խնդիր ունի, դիմում է Աստծուն, կարողանում է իր խնդիրները լուծել եւ հետո մոռանում է Աստծուն։ Մոռանում է դիմել Աստծուն, կորցնում է իր այն ռեժիմը ճակերտներով, որ ստեղծել էր Աստծո հետ փոխհարաբերության մեջ, կորցնում է իր արթնությունը եւ զգաստությունը Աստծո հետ լինելու այդ ճանապարհի մեջ։ Եվ Սատանան հենց դա է ուզում։ Գիտեք, երբ մարդը փորձության մեջ դիմում է Աստծուն եւ սրտանց է դիմում, Աստված լսում է նրան եւ ընդառաջում է։ Սատանան հասկանում է, որ այլևս անելիք չունի, բայց նաեւ խորամանկ է։ Ինքը մտածում է, ասում է՝ «Սպասի, քանի որ ես գիտեմ մարդու բնությունը ինչպիսին է, ես հիմա հետ կքաշվեմ։ Սա թող ուրախանա, որ Աստված իրեն օգնեց, միևնույնն է, վաղը մոռանալու է դրա մասին։ Վաղը ավելի խոցելի է դառնալու եւ ավելի ուժգին հարվածով եմ նրա վրա հարձակվելու»։ Եվ այդպես էլ լինում է։ Սա ավետարանի այն հատվածն է, որտեղ Տևը դուրս է գալիս գնում, պտտվում հետ է գալիս եւ տեսնում է մաքուր տեղը ավելի եւ գնում է իր նման յոթին է բերում։ Ուրեմն, սիրելիներս, այս տեսակ հավատացյալն էլ կա մեր իրականության մեջ եւ շատ դեպքերում մենք էլ երբեմն այդ ծուղակի մեջ ենք գնում, երբ նեղության մեջ հիշում ենք Տիրոջը եւ հետո մոռանում ենք, որ պիտի պահենք այդ արթնությունը։ Եվ հիմա տեսեք, մեր Տեր Հիսուս Քրիստոս Ղուկասի ավետարանի 12-րդ գլխում ինչ է ասում. «Թող ձեր գոտիները մեջքներիդ պնդված լինեն, եւ ճրագներդ վառված, եւ դուք նմանվեք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց Տիրոջը, թե երբ կվերադառնա հարսանիքից, որպիսի երբ գա եւ բախի դուռը, իսկույն բացեն։ Երանի այն ծառաներին, որոնց արթուն կգտնի Տերը, երբ գա։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գոտի կկապի մեջքին, սեղան կնստեցնի նրանց եւ կանցնի նրանց ծառայելու։ Երանի նրանց, որոնց Տերը գալով կեսգիշերին կամ ավելի ուշ նրանց արթուն կգտնի։ Բայց այն էլ իմացեք, որ եթե տանտերը գիտենար, թե գողը որ ժամին կգա, թույլ չէր տա, որ իր տունը կտրեն։ Դուք էլ պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասի, կգա մարդու որդին։ Ուրեմն, ասում է, գոտիներդ կապեք պինդ եւ արթուն եղեք եւ մնացած բաները։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մշտարթուն վիճակ է պահանջում Տերը մեզանից։ Գոտին կապել նշանակում է պատրաստ լինել ճանապարհ անցնելու։ Ուրեմն, մենք որպես քրիստոնյաներ պիտի հասկանանք, որ մենք ամենօրյա փորձության ռեժիմի մեջ ենք։ Եվ պիտի հասկանանք, եթե այսօր այս փորձությունը հաղթահարեցինք, դա չի նշանակում, որ պրծանք։ Դա նշանակում է, որ գալու է մեկ այլ փորձություն։ Գալու է այդ փորձությունից ավելի սաստիկը կամ այլ տեսակը։ Կապ չունի այլևս։ Մենք արթուն ենք, մենք պատրաստ ենք Տիրոջը դիմավորելու, Տիրոջ հետ լինելու։ Սա է կարևոր պայմանը։ Ինչպես որ զինվորը, եթե մի օր գիշերը արթուն անցկացրեց սահմանը պահելով, չի նշանակում, որ երկրորդ օրը պիտի քնի, երրորդ օրը պիտի քնի այլևս։ Դա նշանակում է, որ հաջորդ օրն էլ ունի այդ սահմանի խնդիրը, երրորդ օրն էլ ունի այդ սահմանի խնդիրը։ Եվ մենք, սիրելիներս, հոգևոր սահման ունենք, հոգևոր սահմանապահներ ենք, եւ մենք ամենօրյա հսկողության կարիք ունենք։ Այս իմաստով Տերը մեզ մաղթում է եւ ասում է, որ արթուն եղեք, որովհետեւ չգիտեք, թե գողը երբ կգա։ Անգամ չգիտեք, թե ես երբ կգամ ձեզանից հաշիվ ուզելու։ Եթե եկա եւ տեսա, թե քնած եք, ուրեմն վերջ, այլևս հաշվետվությունը պիտի սխալ ընթանա։ Սիրելիներ, մաղթում եմ, որ այդ արթնությունը պահենք։ Մեր Տիրոջը չվերաբերենք հիվանդանոցի բժշկի նման, որ այսօր պետք է մենք այցելում ենք իրեն, իսկ վաղը այլևս հիվանդ չենք եւ կարիքը չունենք։ Մեր Տիրոջը վերաբերենք այն առաջնորդի նման, որի կարիքը ամեն օր ունենք։ Մեր Տիրոջը վերաբերվենք ծնողի նման, հոր նման,
որի անհրաժեշտությունը ամեն օր կա, անկախ օրվանից, հիվանդ ենք թե առողջ, փորձության մեջ ենք թե խաղաղության մեջ ենք։ Մենք միշտ նրա կարիք ունենք, եւ այստեղ այդ արթնության անհրաժեշտությունը կա։ Եվ իհարկե մյուս կողմը չմոռանալ, որ քրիստոնյան զինվոր է, եւ մենք հետեւաբար մշտապես պետք է պատրաստ լինենք պատերազմելու, մշտական պատերազմը չերևացող թշնամիների դեմ, իդեմս սատանայի եւ նրա խաբկանքների։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։